Իշխանությունը եկեղեցու դեմ դուրս չի եկել, բայց հենց 2018-ից նոր Հայաստանը նոր հայրապետ էր պահանջում։ Իշխանությունը եկեղեցու դեմ դուրս չի եկել, բայց կրթության նախարարությունը դեմ էր, որ դպրոցներում դասավանդվի հայոց եկեղեցու պատմություն առարկան, եւ այն հեռացվեց ծրագրից։ Իշխանությունը եկեղեցու դեմ դուրս չի եկել, բայց Փաշինյանը հայոց եկեղեցիները հայտարարեց ճուլանացված եւ թևերը քշտելով լծվեց եկեղեցիների բարենորոգման գործին։ Իշխանությունը եկեղեցու դեմ դուրս չի եկել, բայց Բաքրատ, Միքայել, Մկրտիչ եւ Արշակ սրբազանները բանտում են։ Իսկ նրանք, ովքեր մայրաթորի որոշմամբ այլևս սրբազան չեն եւ ոչ էլ հոգեվորական, շարունակում են վատարակներ մատուցել եւ սքեմ կրել։ Եկեղեցու մեկենաց Սամվել Կարապետյանը հայ եկեղեցուն աջակցություն հայտնելու համար 200 օր Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում էր, իսկ հիմա տանն է, տնային կալանքի մեջ։ 6 եպիսկոպոսների էլ արգելվել է երկրից բացակայելը։ Իշխանությունը շարունակում է հայտարարել, որ եկեղեցու դեմ դուրս չի եկել, իսկ այդ ընթացքում եկեղեցին զրկվում է սեփականության իրավունքով հող ունենալու արտոնությունից, հեռուստաընկերությունից։ Փետրվարի 1-ից հայ առաքելական եկեղեցին զրկվեց բանակում գնդերեցներ նշանակելու իրավունքից, լուծարվեց գնդերեցների գունդը։ Անշուշտ հրամանը հստակ է, այնտեղ եթե չեմ սխալվում 3-րդ կամ 4-րդ կետն է պաշտպանության նախարարի հրամանի, որտեղ հստակ նշված է, թե այսուհետ ինչպես պիտի կազմակերպվի գնդերեցների կամ այսպես ընդհանուր անունով ասենք հոգևոր սպասավորների ծառայությունը։ Նշեմ, որ այլևս մեր զինված ուժերում իրենց ներկայությունը չունեն այն գնդերեցները, ովքեր նշանակված էին վեհափառ հայրապետի ծնօրինությամբ։ Ինչպես որ ցանկացած եկեղեցական կառույց վերցնենք օրինակ եկեղեցական թեմի կառուցվածքը, այդ թեմը ունի իր առաջնորդը եւ հոգեվոր առաջնորդությունն էլ զինված ուժերի ուներ իր առաջնորդը։ Հստակ հրամանի մեջ գրված է, որ դադարեցվում է հոգեվոր առաջնորդի եւ այն գնդերեցների գործունեությունը պաշտպանության նախարարության համակարգում, ովքեր անմիջական նշանակված էին վեհափառ հայրապետի ծնօրինությամբ։ Բայց որոշումը ամենևին անակնկալ չէ, եկեղեցու չարափոխման գործընթաց սկսած անձինք իրականացնելու են ամեն ինչ, որպեսզի փորձեն հասարակության եւ եկեղեցու միջև առկա դարավոր հազարամյա կապը վերացնել, իսկ վերացնելու գործընթացի բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ իրավական ընթացակարգով նման վերացումը։ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցի բացառիկները երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածով, թեև չի կարելի ուղղակիորեն ասել, որ եկեղեցական ծառայությունը բանակից հեռացնելը կամ թվականակի սահմանափակումը ինքնին Սահմանադրության հետ հակասություն է առաջացնում, սակայն հաշվի առնելով ընդհանուր առմամբ համակարգային առումով այս իշխանության գործողությունները ընդդեմ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու ակնհայտ է, որ կատարված արարքներում առկա է նաև հակասահմանադրական գործողություններ, ոչ միայն հակասահմանադրական, ամեն իրավական գնահատական ժամանակը եւ համապատասխան մասնագետները կտան, ես առնվազն լիահույս եմ, փորձ է արվում եկեղեցում թելադրել սեփական կանոնները, որոնք ուղղակիորեն կապված են բացառապես եկեղեցուն ներքին ինքնավարության եւ գործունեության հետ, այստեղ տեսնում ենք ոչ միայն սահմանադրության խախտում, այլև այլ օրենսգրքերով արգել, այդ թվում եւ արգելված արարքների դրսևորումներ, քանի որ ուղղակիորեն սահմանափակվում է կանոնական կազմակերպության, ես կնշեմ ինձ համար բացառիկ հանդիսացող Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու ազատ ինքնավար գործունեությունը։ Մենք Հայաստանում չունենք որևիցե այլ դեպք, երբ կառավարությունը կամ պետական մարմինները անգամ սրա կիսով չափ սահմանափակած լինեն որևէ այլ կանոնական կազմակերպության գործունեություն։ Ինչպես որ յուրաքանչյուր հոգևորական իր ծառայությունը հիմնում է ավետարանական այն վարդապետության ու Քրիստոսի խոսքի վրա, գնդերեցներն էլ որևէ կերպ չէին տարբերում իրենց ծառայությունը այն ծառայությունից, որ իրականացնում է յուրաքանչյուր հոգևորական եկեղեցու մեջ։
Դա զինվորական ծառայություն էր, թե դա հոգևոր գիծ զինվորական ծառայություն։ Չէ, զինվորական ծառայություն չի եղել։ Սա հոգևոր ծառայություն էր, որը իրականացնում էր Ավետարանի խոսքի քրիստոնեական վարդապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցու խորհուրդներին մասնակից դարձնելու մեր զինվորներին։ Այսինքն գնդերեցը այն մարդն էր, եկեղեցական աստիճան եւ կարգ ունեցող, ով, եթե կարելի է այդպես բնորոշել, արտոնություն ուներ Աստծո խոսքը փոխանցելու մեր զինվորներին ու սպաներին։ Կա մի այլ հանգամանք։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին ամենից շատ հետևորդներ ունեցող կրոնական կազմակերպությունն է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե դուք օրինակ այցելեք մուսուլմանական շատ զարգացած երկրներ, հատուկ պնդել, շատ զարգացած երկրներ, այնտեղ անգամ հյուրանոցներում եւ շատ այլ վայրերում, ժամանցի վայրերում նույնիսկ կան առանձնացված տեղեր հոգևոր ազատության, հոգևոր միայնության, աղոթքների, հոգևոր ծիսակարգեր կատարելու համար։ Դա հաշվի առնելով, որ խոսքը գնաց մուսուլմանական երկրների մասին։ Հայաստանի Հանրապետությունը երբ որ անգամ միջին վիճակագրական քաղաքացիներն են սիրով պարտանալ, որ առաջինը քրիստոնեությունը ընդունած երկիրն են, հաշվի առնելով նաև եկեղեցու բացառիկ դերը, այդ թվում բանակաշինության գործում, սկսած առաջին հանրապետության ժամանակահատվածից, եթե քննարկում ենք դոտ հանրապետությունների շրջանը, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմ, երրորդ հանրապետություն, եկեղեցու դերը հաշվի առնելով եկեղեցուն եւ սահմանադրության ուժով տրվել է որոշակի առանձնահատուկ կարգավիճակ, իրենից բխող բոլոր հետևանքներով, որոնցից մեկը նաեւ բանակում հոգևոր ծառայության անցկացումն է։ Արդեն 20 տարի է, որ բանակում եմ որպես հոգևորական իմ ծառայությունը բերում, չեմ պատկերացնում, թե նման ձևաչափը պիտի արդյունավետ լինի, որովհետև գնդերեցը այլևս զրկված է լինում մայր եկեղեցու հետ հաղորդակցությունից, ինքը անմիջական ենթակայություն է ունենում զորամասի հրամանատարի եւ համապատասխան ուրեմն ուժային ներկայացուցչությանը, ասենք պաշտպանության նախարարության ԲՀ վարչություն այդպես է գրված, դա ենթադրում է, որ այլևս ոչ միայն վեհափառ հայրապետի կողմից չեն նշանակվի, այլև օրհնությունը չկա, որ իրենք իրենց ծառայությունը բերեն զինված ուժերում։ Մամուլում շրջանառվեց, որ Պաշտպանության նախարարությունը գնդերեցներին առաջարկել է 500,000 դրամ ամսական աշխատավարձ։ Սակայն վերջիններս հասկացել են, որ դա ոչ թե բանակում հոգևոր ծառայության գինն է, այլ իշխանությանը ծառայելու դիմաց վարձատրություն։ Այդ գումարի դիմաց գնդերեցները պետք է միանային եկեղեցու այսպես կոչված բարենորոգման փաշինյանական ծրագրին։ Տեր Պսակի խոսքով օրենքում փոփոխություններ կատարելուց մեկ շաբաթ առաջ գնդերեց սարկավակներին հրավիրել են Պաշտպանության նախարարություն քննարկման։ Հանդիպման պատրվակը եղել է բանակում ինքնասպանությունների ու ինքնախեղումների դեմ պայքարը, սակայն քննարկման թեման լրիվ այլ է եղել։ Հոգևոր առաջնորդությունում ծառայող մեր գնդերեցների թիվը 40 եւ ավել էր, եւ իրենք իրենց ծառայությունը բերում էին հիմնականում սահմանային զորամասերում, իհարկե գումարած նաև այն կարևոր զորամասերը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ 2020 թվականից առաջ, պատերազմից առաջ մեր գնդերեցները նաև իրենց ծառայությունը բերում էին Արցախի պաշտպանության բանակում, այնուհետև այդ ցավալի իրողություններից հետո սահմանափակվեցինք միայն Հայաստանի Հանրապետության տարածքում մեր սպասավորությամբ։ Գուցե վկայակոչված այնքան էլ կապ չունի իրավագիտության եւ իրավական կարգավորումների հետ, բայց չմոռանալ պատերազմին մասնակցող հայ հոգևոր հովիվներին եւ գնդերեցներին, ովքեր անմահացան հայրենիքը պաշտպանելով։ Հիմա վերցնելով եւ արգելելով կամ սահմանափակելով հոգևոր ծառայությունը բանակում, մյուս կողմից խնդիր է դառնում նաեւ զինվորականների համար։ Ակնհայտ է, որ անձինք, ովքեր գնում են այդ քայլը, գնում են վրեժխնդրությունից ելնելով։ Քանի որ Աստված մի արած է, բայց օրհասական իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ անձը շատ ծանր է լինում, նրան անհրաժեշտ է լինում քահանա մեղքերի թողություն տալու համար։ Իհարկե այդ հանգամանքը նույնպես ոչ ոք հաշվի չի առել, հաշվի առնելով, որ եկեղեցու դեմ գնում է կատաղի պայքար, բոլոր իրավական եւ հակաիրավական գործիքակազմերը գործադրվում են ընդդեմ եկեղեցու, այս մի բաղադրիչը նույնպես օգտագործեցին բանակում սահմանափակելով հոգևոր ծառայություն իրականացնող անձանց թիվը։
Շուրջ 29 տարվա ընթացքում գնդերեցները զինված ուժերում իրենց հոգևոր ծառայության ժամանակահատվածում կանխել են բազմաթիվ ինքնասպանության դեպքեր, բացատրում են հոգևորականները։ Զինվորը հոգևորականի ներկայությամբ ավելի զուսպ է եղել, իսկ միջանձնյա շատ խնդիրներ հաջողվել է հարթել հենց գնդերեցների օգնությամբ։ Գնդերեցը որպես օրինակ էր ծառայում, առաջնորդում էր նրանց դեպի եկեղեցի, մասնակիցը դարձնում եկեղեցու խորհուրդներին եւ նաեւ այն անձն էր, ով վստահություն ուներ եւ զինվորականության եւ սպաների շրջանում։ Մարդ, որը վստահելի էր, մարդ, որը ընկեր էր, մարդ, որը խորհրդատու էր, մարդ, որը հայր էր, որովհետեւ մենք նաեւ քահանաներ ունենք, ովքեր իրենց անմիջական ներկայությամբ այն խորհուրդները, որ եկեղեցվո մեջ է, փոխանցում էին մեր զինվորներին ու սպաներին։ Հատկապես բանակային պայմաններում գնդերեցների դերը շատ կարևոր է նաև առկա վեճերի հանդարտեցման, միջանձնային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, քանի որ ցանկացած զինվորական ծառայություն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձ կփաստի, որ հոգևոր հովիվները, ովքեր ծառայությունը անցկացնում են զորամասերում, շատ հաճախ խաղաղեցրել են այնպիսի իրավիճակներ, որոնք բացի տվյալ հոգևոր ծառայությունը իրականացնող անձից այլ ոք դժվար թե կարողանար անել։ Անշուշտ հոգևորականի ներկայությունը արդեն ինքնին խոսում էր զսպվածության մասին։ Երբ որ հոգևորականը արդեն ներկա էր զինվորականների կյանքում, դա սթափեցնող, նաև համախմբող նշանակություն ուներ իրենց համար։ Հոգևորականը, որ իր ծառայությունը բերում է բանակում, այն անձն է, ում շուրջ նաև համախմբում են մարդիկ, որովհետև նա միակ մարդն է, ով զինվորական համազգեստ չի կրում ու տարբերվում է այդ միջավայրից։ Իսկ ինչպես գիտենք, եթե մարդիկ բոլորն էլ ծառայել են մեր հայրենիները, երբ որ դու միշտ նույնօրինակ համազգեստն ես տեսնում, մի տեսակ դա հոգեբանական այսպիսի նաև դիսկոմֆորտ է ստեղծում, իսկ հոգևորականի ներկայությունը իր համազգեստով, իր խոսքով, այսպես ասած, նաև ժպիտով, կատակով, այդ ամեն ինչը փոխում էր, մի տեսակ կտրում էր զինվորին այն առօրյայից, որ իր համար 24 ժամյա ռեժիմով կար։ Հետևաբար կարծում եմ, թե հոգևորականների ներկայության բացակայությունը բանակում պիտի էլ ավելի, այսպես ասած, ջրի երես հանի այն խորքային խնդիրները, որոնք եղել են։ Դա կլինի միջանձնային հարաբերությունների որոշակի այսպես շեղումներ, դա կլինեն ցավոք սրտի ոչ կանոնադրական հարաբերություններ, արատավոր բարքեր։ Իհարկե մենք ամբողջությամբ չենք կարողացել այդ ամեն ինչի դեմը առնել կամ բան անել, այսպես ասած, դրանք կանխել, բայց մեծ մասը, երբ մենք տեղյակ ենք եղել եւ մեզ անմիջական մասնակից են դարձրել, դա վստահաբար դրական լուծում է ունեցել։ Հիմա ցավ սիրտ պիտի ասեմ, որ այլևս կարծես թե մեր զինվորները զրկվեցին այն հենարանից, այն հոգևոր հենարանից, հոգևոր պատնեշից, որ գնդերեցը հանդիսանում էր իրենց զորամասում։ Պաշտպանության նախարար Պապիկյանը գլխավոր շտաբի պետին հանձնարարել է երրորդյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ։ Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական մայոր ու կապիտան կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի եւ գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ։ Պարտադիր պայման է հանդիսանալու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։ Կարող են ունենալ դեպքեր, երբ կարգալույծ արված անձին, քանի որ մայրաթորի դիրքորոշմանը եւ ներքին կարգավորումներին հակասող չբավարարող անձիկ դառնալ հոգևոր ծառայություն իրականացնող, այսինքն հաստատի մենք պետության հովանավորչությամբ նոր կանոնական կազմակերպության ստեղծմանն է ականատես լինում, որը իրենից ներկայացնում է մայրաթորից անջատողական շարժում, կարելի է ասել նաև աղանդ, որովհետև մայրաթոր Սուրբ Էջմիածինը առնվազն նման բոլոր շարժումները ժամանակին դարերի վերը համարել է աղանդ։ Միացյալ Նահանգներում այդպիսի օրինակ կարծես թե կա, որ հոգևորականը նաև մայոր զինվորական կոչում ունի։ Այստեղ կարող է փորձում են տեղայնացնել Միացյալ Նահանգների օրինակը։ Եթե ինչ-որ երկրում կա որոշակի կարգավորում, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է վերցնել եւ վերել Հայաստան, եւ երկրորդ, եթե ինչ-որ երկրում կա որևէ կարգավորում,
որ ստացված է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում ստացվելու է, քանի որ օրենքները գրվում են ոչ միայն այն հանրային գերակաշարը պաշտպանելու նպատակով, որի առարկան իրեն կարգավորում են, այլև հաշվի առնելով տվյալ ժողովրդի, տվյալ պետության բնակիչների առանձնահատկությունները։ Եվ եթե խոսքը օրինակ գնում է Ամերիկայի մասին, Ամերիկան այլ իրավական համակարգի, այլ ավանդույթների, այլ սկզբունքների եւ այլ սովորույթների արդյունքում ձևավորված պետական կառավարման մոդել ունեցող երկիր է, պետություն է։ Եթե Ամերիկան մի բան շատ լավ է ստացվում, դա դեռ չի նշանակում, որ այն Հայաստանում էլ կարող է ստացվել։ Մենք աշխարհի ամենահայտնի ժամանակակից դեպքերից մեկը է պետություն եւ կրոնական կազմակերպություն հարաբերությունները կարգավորվել են բարձրագույն մակարդակով, դա Բենիտո Մուսոլինիի կողմից պապական, այսպես ասած, մարզի տարածքում, Վատիկանի տարածքում Հռոմի Պապի իշխանության ճանաչումն է եւ այն պայմանագրային հարաբերությունները, որի մեջ առ այսօր, որոնք շարունակում են պահպանվել Իտալիայի կողմից առ այսօր Վատիկանի նկատմամբ։ Երբ փորձ է արվում ընդօրինակել միջազգային փորձը, թող այդ փորձը նույնպես քննարկվի, որ ինչու եկեղեցուն չտրվի այդ կամ ինչու չտրվի նաեւ բարձրագույն նման կարգավիճակ կամ դրան հավասարացված կարգավիճակ։ Այստեղ շատ մի կարևոր հանգամանք պիտի նշել։ Մեր գնդերեսներից ոմանք, որպեսզի տարկետում ունենան, այսինքն ավարտեն ճեմարանը եւ նոր ուրեմն շարունակեն իրենց գործունեությունը, մասնակցում են պատիվ ունեմ այդ ծրագրին։ Եվ իրենք 2.5 տարի որպես զինվորականներ, զինվորական կրթություն, այսպես ասած, ստանում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Պայմանավորվածությունը հետևյալն էր, կարծեմ թե իմ տեղեկությամբ հստակ չեմ կարող ասել, որ ուսանողները, ճեմարանականները իրենց ուսումը ավարտելուց հետո պիտի որպես գնդերես գնան, այլ ոչ թե որպես սպա։ Հիմա այստեղ նաև այդ հրամանի մեջ փետրվար 1-ի, որ Պաշտպանության նախարարությունը հրապարակեց, այս նոր ձևաչափով հոգևոր սպասավորություն իրականացնողներին տրվում են նաև զինվորական աստիճաններ, թեևս իրենք այսպես որոշել են, որ գնդերեսները պիտի կապիտանի հաստիք ունենան, ոչ հրամանատարական, այդպես էլ շեշտված է, ոչ հրամանատարական սպայական պաշտոններում պիտի նշանակել, ուրեմն գնդերեսները կապիտան, իսկ ավագ գնդերեսները մայորի հաստիքով պիտի ներկայանան, մի տեսակ դա եկեղեցու տրամաբանության, կանոնականության, եկեղեցու վարդապետության ավանդույթի մեջ չտեղավորվող, այսպես ասած, նորամուծություն է։ Եվ աշխարհիկ եւ հոգեվորական այդպես միաձուլում է։ Այո, ստացվում է, որ հոգեվորականը, ով որ պիտի սպասավորությունը բերի, այլևս որպես նաև սպա է կամ զինվորական է դառնում, որը որ խոչընդոտելու է, վստահ եմ, ամբողջական թույլ չի տալու, որ ինքը իր հոգևոր առաքելությունը իրականացնի։ Պաշտպանության նախարարությանը տալ լիազորություն որոշելու անձին, թե ով պետք է իրականացնի հոգևոր ծառայություն, սա հենց ևս սահմանափակում է, մայրաթորին զրկում են այդ լիազորությունից, այդ հնարավորությունից եւ դա փոխանցվում է պետական մարմնի։ Այսինքն ինչ չափանիշներով պետք է որոշի պաշտպանության նախարարությունը, թե որ շրջանավարտը, քանի որ սահմանը ներկայացող պահանջը նույնպես իջեցել է, թե որ շրջանավարտը եւ որտեղ պետք է ծառայություն անցկացնի եւ վերջապես հոգեվոր ճեմարանը ավարտած լինելը, հոգեվոր ճեմարանում ուսանած լինելը դեռևս անձին չի տալիս հնարավորություն իրականացնելու հոգեվոր ծառայություն։ Հոգեվոր ծառայության ամբողջ կանոնակարգումը, եթե խոսում ենք Հայաստանի Ծառայական Սուրբ եկեղեցու, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հստակ կանոնակարգել է, թե ովքեր կարող են իրականացնել հոգևոր ծառայություն։ Հայ իրականության մեջ շատ կան, այդ թվում եւ քաղաքական գործիչներ, ովքեր ավարտել են հոգևոր ճեմարաններ։ Ինչպես եք պատկերացնում նրանց ինչ որ զորամասերում հոգևոր ծառայություն իրականացնելուց, անգամ շատ հաճելի կլինի, որ նրանց համար որևէ մեկը ճեղքերի փոխության կամ այլ հոգևոր ծառայություն մատուցի, որ նրանց թույլատրվի հոգևոր ծառայություն իրականացնել զորամասերում, որտեղ բավականին հաճախ տնական օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված լինում են կոնֆլիկտային իրավիճակներ։ Հոգևոր ճեմարան ավարտելը անձին չի դարձնում հոգևորական։ Հոգևորական դառնալու հատուկ ծիսակարգ կա, որի չպահպանման դեպքում անձը չի կարող համարվել հոգևորական։ Անգամ անձը, ով հանդիսացել է հոգևորական, սակայն կարգալուծը արվել, չի կարող համարվել հոգևորական։
Եվ չի կարելի անթույլատրելի պետության կողմից կանոնական կազմակերպության ներքին գործերին այսքան միջամտել։ Ես աղոթում եմ միշտ էլ մեր բանակի համար, մեր զինվորների համար, մեր սպաների համար, անկախ նրանից մեր գնդերեսները անմիջական ներկայություն կունենան զորամասերում, բանակում, դա ոչ մի բան չի նշանակում, եթե նույնիսկ չունենան էլ, մենք միևնույն է մեր աղոթքը չենք դադարեցնում մեր բանակի, մեր զինված ուժերի, մեր սպաների ու զինվորների համար, ովքեր նվիրական ծառայություն են անում։ Ցավը իմ համար հենց դա է, որ մենք այլևս հասարակ զինվորի, հասարակ սպայի հետ շփվելու հնարավորություն չունենք։ Իշխանությունը շարունակում է պնդել, որ ոչ թե եկեղեցու դեմ է դուրս եկել, այլ որոշ անհատների։ Մինչդեռ այդ անհատների թիվը գնալով ավելանում է ու ավելանում, ընդգրկելով թեմակալ առաջնորդներին, եկեղեցու բարերարներին, զինվորի կողքին կանգնած գնդերեցներին։